ամեն մարդու իրավունքն է նրա մեջ, որ ինքը ունենա բազովի օգնություն։ Մարդը ապրում է, ինքը պետք է իր երեխեն սովորի, ինքը պետք է առողջ լինի, ինքը պետք է ունենա բժշկություն։ Դրա համար սենց մտածելով մենք հասկացանք, որ այս մի պուճուրիկ մասը այդ մարդկանց, որոնք չեն կարողանում գան հասնեն Երևան այդ նյարդաբանի մոտ, որոնք չեն կարող գնան դաժե եթե հիմա վաղ վերցնենք ծավը, ծավից գնալ հասնել Կապանի քաղաքը, դա արդեն իրան 2 ժամ պետքա գնա այդ մարդը։ Բայց ինքը չունի մեքենա շատ ժամանակ, ինքը չունի հնարավորություն, ինքը չի հասնում։ Ու վտոգի իր մոտ հիվանդությունը դառնում է ծանր, արդեն այդ ճնշումը, որը մենք կարային պրոստը դեղորայքով լավ պահենք այդ մարդուն, ինքը ստանում է իր ինսուլտը ու դրանով ամեն ինչ վերջանում է համ պետության համար, համ հիվանդի։ Կամանդան 10 բժիշկ կա, որոնք դուրս են գալիս սկզբից առաջի անգամ նայում են այդ հիվանդներին։ Ինքը մնում է բուժքույրը այդ ծավում, այդ բուժքույրը ընդունում է բոլոր կողքի գյուղերի մարդկանց, օրինակ մենք հիմա որոշում ենք ոնց ալնելու, նայած մարդկանց քանակությունից, հա, կարող է ինքը մի օր լինի այս մի գյուղում, երկրորդ օրը մյուս գյուղում, բայց կարող է բոլորը գան հասնեն ծավ, որտեղ օրինակ լինեն ընդամենը 300 հոգի։ Ու իրանք կապնվում են մեր բժիշկների հետ, այդ մեր բժիշկները արդեն ամեն հիվանդի հետ խոսում են էլի, ու նորից նշանակում են դեղորայք, մենք տալիս ենք այդ դեղորայք, եթե պետք է ասում ենք չէ, եկեք մի հատ էլ EKG անենք, նույն հիվանդին վերցնենք, որ այդ ճնշման հիվանդներ, հա, EKG ենք իրան անում, տեսնում ենք լավացել է, չէ, իշեմիան շատացել է, չէ, այդ է։ Я часто слышу от разных людей о каких-то интересных своих личных проектах, личных делах, благотворительных действиях, но почему-то все это поодиночке люди делают сами как будто бы немножко для себя, но тем самым ограничивают возможности свои же. Здесь огромная заслуга Viva, что они очень популярны, их видно, и что настолько быстро и легко мы смогли найти общий язык и наладить такой контакт, чтобы вместе делать лучше и больше, потому что я один не сделал бы этого 100%. Ու ամեն ինչ ամենակարևորը, որ մենք անում ենք շատ կապանցեք։ Դու եթե փոխանցեցիր, դու տեսար քո 100 դրամը հասել է, մենք այս միանգամից զբորը փակեցինք։ Մենք ոնց ենք ծանոթացել Արտուրի հետ։ Ինքը մեզ տեսել է Telegram կանալներից մեկում, գրել է ես ուզում եմ դե մարդը գոնշիկա, հուսեցել է վրաս փագի այդ զբորը, ասել է ես կփակեմ։ Մենք ասենք ու փակեց, ոյ ապրես դու գրեցինք շնորհակալություն։ Երկրորդն ենք տալիս, ինքը մենք սկսում ենք դրամահավաքը գրում ենք, տարածում են տարբեր Telegram կանալ, գրում ես կփակեմ, էլի, ասենց վրաս ես կփակեմ, ես կփակեմ։ Մենք ասենք սպասեք մի հատ ծանոթանանք ձեր հետ, իրան պատմեցինք, բան արեցինք ու որոշեցինք, որ ինքը սենց այս մեծ նախագիծը կվերցներ իրան։ Ես դարձա Viva-ի վոլոնտյոր, կամավոր Արցախում։ Այո, բռնագաղթից հետո արդեն որ եկել էինք, էլի Տատյանան էր ճիշտ ասած սկզբից հետաքրքրվում, ուր եմ, ինչ եմ, մեկը գալիս է իրանց մոտ, որպեսզի կամավորական էլի օգնեմ, ու տենց ավելի խորն ներգրավվեցի կազմակերպության մեջ, որ հոգեհարազատ է, ինքը ընտանիք է։ Գիշեր ցերեկ իրար հետ աշխատում ենք, որ շատ ինքը աշխատանքը պարտավորեցնող է, քանի որ դու օգնում ես ինչ-որ մարդու, ինչ-որ մեկին, ինչ-որ գործում։